պատասխան ձեր Երևան քաղաքապետի հասցեագրված հերացու 24 շենքի բակում կանաչ գոտի ստեղծման վերաբերյալ դիմումի տեղեկացնում ենք, որ աշխատակազմի բնապահպանության վարչությունը դրական է վերաբերվում նշված հասցեում տարածքի բարեկարգման եւ կանաչապատման նախագծին։ Նամակներ, դիմումներ գրելով, սպառնալիքներ լսելով ու 1 տարի պայքարելուց հետո Երևանում ավելացավ եւս մի փոքրիկ ազատ հողակտոր, 2 նոր ավտոտնակի փոխարեն։ Նման մեծ շենքերում, որտեղ ապրում են 52 ընտանիք եւ բազմաթիվ երեխաներ, եթե դուք նկատեցիք, չկա մի փոքրիկ անկյուն, որտեղ նրանք կարող են խաղալ, հանգստանալ եւ ինչպես նաեւ ստանալ բնապահպանական էկոլոգիական դաստիարակություն եւ կրթություն։ Այստեղ նախատեսել ենք, որպեսզի լինի նստարան եւ լինի կանանց եւ երեխաների անկյուն։ Բնապահպանների ոգևորված ծառատունկին միացել էին նաեւ շենքի բնակիչներն ու կամավորները։ I'm a volunteer with Armenia Tree Project and I'm here today to help my friend who works at Green Lane to plant tulips for their new community garden. Ես ծաղիկ շատ եմ սիրում եւ ցանկանում եմ, որ մեր բակում այսպիսի գեղեցիկ բաներ շատ լինի։ Գարնան այս նույն հողակտորն ամբողջությամբ ծածկված կլինի փոքրիկ ծառերով, ծաղկած բույսերով, կարմիր ու դեղին կակաչներով։ Գյուղ կանգնի, կերանքը կոտրի։ Այստեղ այս բակում այդ խոսքերն ավելի քան տեղին են հնչում, սա բնակիչների, բնապահպանների ու բնության հաղթանակն է։